Տեր Հիսուսի պատվականունով բոլորիդ ողջունում եք սիրելիներ, հայտնությունը եթերում է։ Անմիջապես ուզում եմ ներկայացնել այսօրվա մեր հյուրին, իմ զրուցակցին, Քրիստոսի հայոց եկեղեցու հովիվ Սարո եղբայր Խաչիկյանին։ Սարո եղբայր, բարի եկել եւ խնդրեմ ձեր ողջունները մեր հեռուստադիտողներին։ Շատ շնորհակալ եմ Վարդան եղբայր, այս առիթի համար, ես էլ կուզեմ այս առիթից օգտվել եւ բոլոր մեր սիրելի հեռուստադիտողներին ողջունեմ Հիսուս Քրիստոսի անունով։ Ուրախ եմ, որ այս ելույթի մեջ ծրագրի մեջ կանք եւ հույսով, որ եղբայր Վարդանի հետ միասին կարողանանք Աստծո խոսքի ճշմարտությունները ձեզի մատակարարել։ Ամեն։ Սարո եղբայր, առաջի հարցումը, որ ուզում եմ տալ, բազմիցս այս հարցումը տրվել է եւ մարդկանց մեջ անբացատրելի է մնացել, որովհետեւ շատերն են հարցումը տալիս։ Այո։ Մեկ սկսում ենք բացատրել, բայց շատերի մոտ այս մտայնությունը կա։ Ինչու համար այսքան հարանվանություններ կան։ Հնարավոր չէ, որ մեկը լիներ, քրիստոնեությունը մեկ է, ուրեմն թող մի հարանվանություն լինի, բոլոր այդ հարանվանությանը գնան եւ այնտեղ լսեն խոսքը եւ այդպես։ Այո, այո։ Ինչ է ձեր կարծիքը։ Լավ է, որ տարբեր հարանվանություններ կան։ Առաջի հարցումը եւ հնարավոր է, որ մեկ հարանվանություն դառնա։ Կարող եմ ասել, որ թե լավ է եւ թե վատ։ Վատ ասելով այդ իմաստով եմ ասում, որ կարելի է, եթե հարաբանությունները իրար հակառակ են գործում եւ եթե մեկն ասենք այս մյուս եկեղեցին է գնում, մյուս եկեղեցու անդամներ կամ Աստված ոչ արած հովիվը հակառակ է խոսում մյուսի դեմ, այդ բաներն է, որ մարդկանց նեղացնում է եւ ասում են ինչու այսքան հարաբերություններ կա։ Դրա համար ես ինքս օրինակի համար ամեն քանի անգամ մեկ եկեղեցում երբ որ քարոզում եմ, ասում սիրելիներ, եթե որևէ պատճառով դուք կուզեք որ ուրիշ եկեղեցի այցելել, գնալ, սիրով կարելի է հատուկ մի պատճառ ունեք, կարելի է ձեր տունն է փոխվել, կարող է հեռու է ձեզի կամ որևէ պատճառ ունեք։ Սիրով արեք, մենակ մի պայման ունեք, անպայման պետք է ինձ հրավիրեք ճաշի, մի լավ ճաշ տաք, ես էլ իմ օրհնությունը տամ ձեզի, հետո գնացեք։ Երբ որ խաղաղությամբ, թերևս որոշ ժամանակ հետո կայցելեք։ Այո, հենց այդպես է, հենց հիմա արդեն մեր եկեղեցում ունենք անձնավորություններ, որ հանկարծ գալիս են այցելում են եւ սիրով իրար հետ վարվում ենք, դուրսում տեսնում ենք հարսանիքներում կամ հավաքույթներում եւ իրար հետ նորից նույն բանը, ասենք մտերմություն ունենք։ Ուրեմն ես կարծեմ, եթե ժողովուրդը մտահոգ են, որ ինչու այսքան հարաբերություններ կա, երևի բուն պատճառը այդ լինի, որ ինչու այսքան հակառակություններ կա, հարաբերությունները իրար հակառակ են։ Ուրեմն այդ իմաստով կարող եմ ասեմ, որ լավ չի, որ այսքան բաժան լինել։ Իսկ մի ուրիշ կողմից էլ գործնական չի, որ ամենը մեկ եկեղեցու մեկ կառավարության տակ լինեն, որտեվ կազմակերպչական որ մտածենք այդ ուղղությամբ, կտեսնենք, որ անկարելի է գրեթե, ինչպես կարելի է այսքան մարդ լինեն եւ հետո մետեղ կարողան հանգիստ հսկեն իրանց կազմակերպությունը դժվարանա, հետո որ ես կարծեմ, որ մեկ կողմից լավ է, որ փոքր մասեր լինի, ինչպես ասենք, որ ամեն մարդ իր տունը ունի, բայց այդ չի նշանակում, որ դու հարևանի հետ կռվի մեջ լինես միշտ։ Ուրեմն այդ բերումով ես կարծում եմ, որ լավ է լինելը, բայց եթե որ կարողանան քրիստոնեական սերը ունենալ եւ ընդունել, որ մեկն էլ կա, որ կարող է ինձանից մեկ քիչ տարբեր լինի։ Հիմնական հարցերի մեջ, ինչպես որ Ագստինն է ասում, հիմնական հարցերի մեջ բոլորս միաբան ենք եւ ոչ հիմնականի մեջ բոլորս մեր կարծիքներն ունենք, բայց ամեն բանի մեջ մենք սեր պետք է ունենանք։ Այս ինչքան գեղեցիկ խոսք է որ նա ասել է։ Ուրեմն ես այդպես կարող եմ ամփոփել եւ պատասխանել։ Ամբողջությամբ ձեր ասածին հետ համաձայն եմ։ Այսօր հայկական համայնքի մեջ 3 գլխավոր հարանվանություններ կան, առաքելական, կաթողիկական եւ ավետարանական, եւ ասենք օրինակի համար առաքելական եկեղեցին երկու թեմեր ունի։ Անտիլիասի եւ Էջմիածնի թեմերը, Կիլիկիո թեմերը եւ Էջմիածնի թեմերը, եւ սրանք հարյուրամյակներ իրենց պատմություն ունեն։
կարելիություն է, որ սրանք միանան մեկ դառնան։ Հնարավոր չէ։ Այո, ճիշտ։ Այդ նույն ձևով ավետանական համայնքը բազմաճյուղ է։ Բուն ավետանականներ կան եւ կան բազմաթիվ ուրիշ հարանվանություններ, ասենք հոգեգալստականները կան, մկրտականները կան, եղբայրության եկեղեցիները կան, բոլորն էլ ավետարանական հովանու տակ են։ Այո։ Քանի դեռ Քրիստոս քարոզվում է ճշմարտությամբ, ոչ մի խնդիր չկա։ Այո, ճիշտ է։ Կարևորը որ ավետանի ճշմարտությունները քարոզվի։ Եթե այդպես է, ուրեմն հարանվանությունները թող լինեն եւ որևէ ձևով չեն խանգարում, արգելիչ հանգամանք չեն։ Այսպես էլ եմ մտածում։ Երկրի վրա միլիոնավոր ընտանիքներ կան։ Բոլոր ընտանիքները նույնն են։ Անշիշտ որ նույնը չեն, որովհետև ամենքը իրենց նիստուկաց ունի, ամենքը իրենց սովորություններ ունեն։ Նույն ձևով էլ հարանվանությունները, եկեղեցիները շատ ճիշտ է։ Օրինակ մեր եկեղեցին այսպես ասենք, որ Քրիստոսյաց եկեղեցին, որ արդեն 25 տարի հովությունն եմ անում դեռ, ես ինքս արդեն տեսնում եմ, որ այն անձնավորությունները, որ մեր եկեղեցում մնում են, արդեն իմ քարոզչությունը, եկեղեցու ձևը, օրինակ տան ժողովներ, որ մենք ունենք, կամ սեմինարներ, որ ծնում ենք, մի հատուկ խումբի ավելի շատ է գրավում։ Ես չեմ կարող բոլոր տարբեր դասակարգի մարդկանց գրավել։ Դա որ լավ է, որ տարբեր եկեղեցիներ հարաբերություններ ելնեն։ Կարելի է, օրինակ ասենք մեկը կա, որ կսիրի, որ քրիստոնեությունը, որ իրան տրվում է, ինքը ասենք համալսարանի աշակերտ է, մի հատուկ հարցեր ունի, որ փնտրում է մի եկեղեցի, որ այդ հարցերին պատասխան տա։ Կամ մեկը կա, որ ավելի շատ սիրում է, որ քրիստոնեական այդ ասենք, ինչպես կարող եմ ասել, այդ հոգևոր մասը, ինչպես որ ասեմ, երևի պենտեկոստեները շատ կսիրեն պաշտամունք երկար անել, երկար Աստծոն զգացմունքը շատ իրանց համար կարևոր է։ Okay, դա ոմանք ծեսն է գրավում։ Այո, ծեսն է գրավում։ Ուրեմն հիմա սրանք էլ լավ է, հիմա որևէ պատճառով այդ բանը իրանց ավելի է գրավում։ Ուրեմն լավ է, որ տարբեր ունենանք մենք եւ տարբեր տեղեր լինի, որպեսզի մարդկանց կարողանան ճոխ ամեն ձևի այդ հոգեվոր կերակուր իրանց տան։ Եվ եթե այդպես մենք նայենք, ես կարծեմ շատ էլ կարող ենք որ իրար հետ համագործակցություն էլ ունենանք։ Ես գաղափար ունեմ, որ լավ է, որ տարբեր հարաբանություններ կամ տարբեր եկեղեցիներ լինի, բայց հակառակ իրար չելնեն եւ համագործակցությունը հոգին մեկ է։ Հոգին մեկ է, այո։ Քրիստոսը մեկ է։ Այո, անդամներ տարբեր, ճիշտ։ Հարաբանությունները տարբեր են։ Բայց եկեղեցին մեկ է։ Թերևս ոմանց այս խոսքը խորթ եկավ, ինչպես թե եկեղեցին մեկ է։ Եթե հարաբանությունները տարբեր են, որովհետեւ եկեղեցի ասելով մենք չենք հասկանում քարեղեն շինությունը, կամ այստեղ այնտեղ եղած եկեղեցիները հաշվելով ասենք շատ են։ Եկեղեցին մենք հասկանում ենք Քրիստոսի մարմինը, որ մեկ է, որ կազմված է աշխարհի բոլոր վերստին ծնունդ ունեցող հավատացյալներից։ Այո, շատ ճիշտ։ Եթե մեկը այդ ծնունդը չունի, արդեն ինքը այդ եկեղեցուն մաս չի կազմում։ Այո, այո։ Իսկ որքան էլ որ տարբեր հարաբանությունների մեջ լինի, եկեղեցու մեջ պաշտոններ գրավ, ինչ ուզում է լինի, եթե սրտի փոփոխություն չունեցել, Քրիստոսի մարմնի մեկ անդամը չի կազմում։ Այո, շատ ճիշտ է, այո, այո։ Տեսեք, ուզում եմ կարդալ Գաղատացիս 3:28-ը հետևյալն է ասում. Այսուհետև ոչ հրյակա, ոչ հույն, ոչ ծառա, ոչ էլ ազատ, ոչ արու, ոչ էլ եք, վասնզի դուք ամենք տալ մեկ եք Քրիստոս Հիսուսով։ Այո, այո։ Այսինքն առաքելական եկեղեցու այն եղբայրը, որ ճշմարտությամբ Քրիստոս է դավանում, իմ եղբայրս է, քո եղբայրը է։ Այո, ճիշտ։ Նույնը հոգեգալստական եկեղեցու, մկրտական եւ անգամ ուրիշ ազգերի մեջ նրանք ովքեր որ Քրիստոսը ճշմարտապես են։ Այո, այո։ Քրիստոսով մենք մեկ ենք։ Ասում է որ դուք Քրիստոսի մեջ մկրտվեցաք մեկ մարմին ըլլալու։ Այո, ճիշտ է։ Սա հիանալի խորհուրդ է։ Այո, ճիշտ է։ Մենք քանի ժամանակ առաջ էր մեր եկեղեցում մի հատ ուրեմն մի հատ մեր քույրերից էր վախճանվեց եւ հետո իր դուստրը իր զավակները ինձ ասացին որ մաման շատ շարականներ կսիրեր։ Դե մեր եկեղեցու անդամ, բայց հնուց փոքրությունից եղել էր շարականներ երգել։ Կարելի է մի բան անենք, որ շարական էլ ունենանք։ Ես մի անգամ զգացի, որ ինքը երևի իր մամայի ցանկություն է դկելներ, որ
առաքելական եկեղեցի ծեսերով ու այդպեսով մի թաղում լիներ։ Ես էլ արդեն ծանոթ քահանա ճանաչում էի, հեռացանեցի իրան, ասա միասին անենք կարողությունը։ Եվ շատ լավ ստացվեց։ Գեղեցիկ շարականներ երգեցինք, արողություն արավ, ես իմ քարոզը տվեցի, որ իսկապես ինչ է նշանակում մահ եւ Քրիստոսի երկրորդ գալու հարություն, եւ բոլորը դրանք։ Եվ իմ կարծիքով շատ մի ճոխ արողություն եղավ։ Եվ իմ համար այդպես, ինչպես որ ասում եք, իսկապես կարևորը դա է, որ Քրիստոսը քարոզվի, Քրիստոսի հարությունը քարոզվի, վերստին ծնունդ խոսվի եւ մարդկանց հույս տրվի, որ եթե Քրիստոսին հավատաս, ինչքան մահից հետո կյանքը շարունակվում է։ Եվ այդ հիմնական բաներն է, որ մենք կարիք ունենք ժողովրդին տալ։ Փոքր բաներ, որ մեզի ջոկում է, կամ ամեն մեկի արդեն այդ իր գաղափարը կամ ասենք այդպես ինքը կսիրի մեծևի աղոթել կամ մյուս ուրիշ ձև աղոթում դրանք այդ խնդիրներ չեն որ եկեղեցին դրանց բանով բաժանվի իրարից հենց այդպես որ ասացի պես Վարդան եղբայր որ ամեն ընտանիք իր սովորություններ ունի եւ շատ ժայթել իմ համար հետաքրքիր է որ մյուս ընտանիքի սովորությունները տեսեմ ինչը մի բան լը սովորում ես դու եւ այդ դիալոգով մենք կարող ենք շատ բաներ սովորել Կարևորը որ դավանաբանությունը առողջ լինի, այսինքն ճանաչել աստվածությունը, երրորդությունը, Քրիստոսի աստվածությունը, մեռելների հարությունը, մարմնով հարություն եւ վարդապետական որոշ տարբերություններ միշտ էլ եղել են։ Դարերի ընթացքում էլ են եղել։ Այսօր էլ կան։ Եթե ասենք որ քանի որ նա այդպես չի հավատում, քանի դեռ մի հավատալիք հերձվածողություն չէ, այլ հնարավոր է որ սուրբ գրքի վրա հիմնված են երկուսն էլ, բայց վիճաբանական հարց կա, այսինքն ամենքը իրենց ունեցած, ասենք, հավատալիքն է ուզում ապացուցել։ Դրանք պիտի պատճառ չլինեն երբևէ որևէ ձևով բաժանվելու կամ իրարից հեռանալու, այլ ընդհակառակը, գլխավոր դավանաբանական հարցերի մեջ մեկ լինելը, տեսեք Աստծո խոսքը ինչ է ասում, Եփեսացիս 4:3-ը, ջանալով Սուրբ Հոգու միաբանությունը կամ մեկությունը, Սուրբ Հոգին մեկ է, խաղաղության կապով կապել։ Սատանայի ուզածն է այդ ամեն տեսակ բաժանումները եւ այլն, բայց Աստված ուզում է որ խաղաղության կապով կապել։ Շատ գեղեցիկ համար է որ կարդացիք եւ այդպես որ ասում է ուրեմն ես այսպես եմ հասկանում այդ համարը որ Սուրբ Հոգու մեկությունը, միաբանությունը Աստված է տալիս, այսինքն Սուրբ Հոգին ինքը մեկություն ունի եւ միաբանություն բերում է։ Բայց ասում է դուք ջանացեք որ պահեք։ Ուրեմն դա մեր մասն է։ Այո։ Աստված միություն տալիս, արդյոք մենք ջանանում ենք պահել եւ ջանանալ բառը շատ շեշտով է ասել։ Այսինքն մենք էլ պետք է ջանանանք որ փոքր բաները մեզ չբաժանեն։ Ճիշտ ընտանիքին մարդուկին շատ ամեն բանի մեջ համաձայնություն չունեն իրար հետ, բայց ջանանում են որ այդ կապը պահել, անկարծ նեղություն ունի, բայց պահում են։ Շատ գեղեցիկ է որ Աստված միաբանությունը տվել է մեկությունը կա, մենք ենք որ պետք է ջանանանք, որ պահենք եւ փոքր բաներով իրարից չբաժանվել։ Եվ իհարկե հենց քրիստոնեության ժամանակ հենց Սուրբ Գրքի մեջ արդեն առաջի Հովաննում նամակ որ կարդանք, տեսնում եք դա քանի տեղեր շեշտում է, ով որ չի ընդունում որ Հիսուսը մարմնով եկել է, ասում է որ ներն է։ Ուրեմն այն ժամանակ էլ ճիշտ գաղափարի վրա շեշտ ունեին, ամեն մեկին չէին ընդունում։ Ասած այդպես, ուրեմն պետք է իմանանք որ մի իսկական տավանանքն ինչ է, կարևոր բաներն ինչ է, այն ժամանակ նաստիկներ կային որ ասում են որ Քրիստոսը չի կարող մարմնով երևացել լինի, մենակ երևացել է, իսկական մարմին չի հագել։ Արդեն այդ սկզբից եկեղեցին կայնել է ճիշտ տավանանքը պաշտպանելու եւ նույն բանն էլ այսօր պետք է լինի, այո։ Ուրեմն համակարծիք ենք որ հարաբանությունների տարբեր լինելը լավ է, քանի դեռ ճշմարտությունը իրապես քարոզվում է, Քրիստոս ներկայացվում է իբրև Տեր եւ Փրկիչ եւ որ հավիտենական կյանք կա, դրախտը եւ դժոխքը իրական տեղեր են եւ փրկությունը միմիայն հավատքով եւ Քրիստոսի արյան միջոցով է։ Ու շատ ճշմարտություններ էլ կան, որ անշուշտ պիտի մեր սիրելիներին ներկայացնենք։ Այո, բայց հիմնական սրանք են, որ մեկ եթե ասում ո քրիստոնյան ով է, նա որ այս տավանանք ընդունում է, այս հավատքն ունի հիմնական բաների վրա։ Սարու եղբայր,
քրիստոնեության բուն էության մասին խոսենք։ Կարծես թե քրիստոնեությունը մի շղարշի նման բան է դարձած։ Մարդկանց պատկերացման մեջ քրիստոնեությունը կարծես մի հանդերձ մի բան է կամ տեսանելի որոշ բաներով է արտահայտվում։ Ինչ է քրիստոնեության բուն էությունը։ Ես կարծեմ, եթե Սուրբ Գիրքը ամբողջովին կարդանք եւ ճիշտ է շատ բաներ Սուրբ Գրքի մեջ կա, մասեր կա, ոճերի տարբերություն կա, չգիտեմ, պատմության ձևի գրվել է Աստծո իրականությունը կամ ճշմարտությունները, մի մասը կա, որ ասենք Պողոս Առաքյալի գրվածները նամակի նման է կամ ավետարաններ ունենք, տարբեր ոճերով ճանաչել է, որ Աստծո այդ իսկական իրականությունը, ճշմարտությունը մեզի ցույց տան։ Եվ ամփոփված ձևի, եթե որ նայում ենք, քրիստոնեական իսկական հիմքը դա է, որ Աստված, այսպես ասենք, որ մարդին ստեղծեց իր պատկերով, բայց մարդը մեղքի պատճառով հեռացավ Աստծոց եւ նա Հիսուսին ուղարկեց ի վերջո 5 տականից որ անցնենք, որ քանի բաներ պատահեց Աստված ուզեց որ փրկի իր ժողովուրդը, բայց հիմնական փրկությունը եղավ Քրիստոսի միջոցով։ Աստված էր որ մարդացավ եւ հիմա Քրիստոսը մարդկանց դեպի նորից տանում է որ Աստծո նմանվեն, Աստծո պատկերի նման լինեն։ Ուրեմն դա քրիստոնեական իսկական հիմքն է, որ մարդը առանց Քրիստոսի կորած է, մեղավոր է եւ կարիք ունի որ իր միջոցով փրկվի եւ նորից վերադառնա այն պատկերին որ Աստված իրան սկզբում ստեղծել էր իր պատկերով։ Հիմա սրանք կարող ենք ավելի մանրացնել, ինչպես կարելի է հասնել եւ փոքր բաներ, բայց իմ կարծիքով քրիստոնեության իսկական հիմքը դա է, կամ գոնե ասենք խորից իր էությունը։ Արդեն երբ որ ասում ենք քրիստոնեություն, դա նշանակում է մեկին հետևել։ Քրիստոնյան նշանակում է Քրիստոս ունեցող մեկը։ Այո։ Եթե մարդը Քրիստոսը չունի, բայց կոչվում է քրիստոնյա, եւ ասում է ես Աստծուն հավատում եմ, բայց Քրիստոսին չէ։ Ինչպես հնարավոր է։ Այդպես մեկը կոչվի քրիստոնյա, երբ որ Քրիստոսին չի ընդունում։ Հովաննու 17 գլխի մեջ է, որ Հիսուս ասում է, որ ուրեմն ճշմարտություն սա է, որ ընդունեք Աստծուն եւ նրա ուղարկածեն Հիսուս Քրիստոսին։ Երկուսն էլ պարունակում ատեղ, որ եթե ուզում եք որ կյանք ունենան, այո։ Առանց Քրիստոս իմ համար արդեն եղբայր, առանց Քրիստոսի ես չեմ ինչպես կարող եմ Աստծուն ճանաչել։ Ով է Աստված։ Ով է։ Right։ Մեկը Հովաննու առաջի գլխի մեջ է գրված, մեկը Աստծուն չի տեսած։ Այո։ Բայց Աստծուն միածին որդին էր, որ եկավ, որ հործոցն էր, նա եկավ, որ մեզ ցույց տա ով է Աստված։ Եվ Տեր Հիսուս շատ պարզ ասաց. Ինձ տեսակ, հորը տեսակ։ Ես եւ հայրը մեկ ենք։ Հայրի մեջս է եւ ես հոր մեջն եմ։ Այո։ Առանց դրան իսկապես մի հատ մի վերացական, անհասկանալի մի խորհուրդ կելնի Աստված, որ ես մտածում եմ, եթե Աստված մեզի ստեղծել է եւ չենք կարող իրան ճանաչել, գիտենալ իրան, ուրեմն ինչու է մեզի ստեղծել։ Ինչ նպատակով է ստեղծել եւ իմ համար Հիսուսին կարդալը, իր գործերը, իր սերը, այն ինչ որ անում էր, բժշկությունները, բոլորը ցույց է տալիս ինչպիսի Աստծո ենք մենք պաշտում։ Նայած որ առանց Հիսուսի ես Աստծուն չեմ ճանաչում, իմ Աստվածը Հիսուսն է։ Ինչպես կարող ենք երկուս իրարից բաժանել, այո։ Ինքը ասաց, որ ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Այո։ Դեպի հորը գնացող, դեպի Աստծուն գնացող միակ ճանապարհ ինքն է։ Եթե այդ ճանապարհը չկա, նշանակում է ուրիշ ոչ մի ճանապարհ չկա։ Հետևաբար մեկն էլ Աստծուն չի տեսել, ինչպես պիտի իմանա Աստված։ Օրինակ իսլամի մեջ պաշտում են Աստծուն, Ալլահին պաշտում են։ Չեն ճանաչում։ Ինչպես գիտեն, իրենց համար վերացական է այդ Աստվածը։ Այո, ճիշտ է։ Դրա համար այդ Աստվածը բռնության Աստված է, միայն դատաստանի Աստված է, արյունի Աստված է, բայց մեր Աստվածը սեր է։ Այո։ Եվ Տեր Հիսուս եկավ այդ հոր սերը բերեց, ներկայացրեց, որ Աստված հայր է։ Այո։ Եվ սա մեծ բան է մեզ համար։ Մենք մի հատ պարսիկ է, մի քանի հատ պարսիկ կարենք որ մեր եկեղեցին գալիս են, որովհետև իրենց համար պարսիկերով թարգմանում ենք։ Եվ մեկը արդեն մի 2 ամիս է երևի գալիս է։ Եվ ես ազնվորություն ասեց, որ միակ բանը, որ ինձ գրավեց քրիստոնեությունը, այդ սերն էր, որ Աստված սեր է։ Ասում եմ, ես իսլամի մեջ երբեք չէի կարող պատկերացնել։ Աստված սերը իմաստ չունի։ Եվ մանավանդ բացի այդ, որ լսել էր ու կարդացել էր ինքը Սուրբ Գիրքը, ուրեմն
Ամերիկա, որ եկել էր Պարսկաստանից, մի հատ քրիստոնյան տանիքի մեջ էր գնացել, որ դրանց վարմունքը, վարվելակերպը բոլորը սերից էր բխում եւ ասում ես իրական կորզնական սեր տեսա դրանց մեջ։ Դրա համար գրավեցի քրիստոնեություն։ Հիմա շատ լավ ինքը ուսումնասիրում է, առաջ է գնում քրիստոնեություն ընդունել արդեն։ Այո։ Փառք Աստծո, այդ սերը այսօր Պարսկաստան եւ ուրիշ երկրներում մեծ գործ է անում։ Այո, շատ։ Շատեր գալիս են Հիսուսի։ Այո, ճիշտ է, արդերոջ։ Այսօր այսպիսի հարցում էլ շատ տրվում է։ Ասում են, որ այսքան լավ մարդիկ կան։ Ինչու են նրանց հետ վատ բաներ կատարվում։ Եթե Աստված սեր է, Աստված արդար է, ճշմարիտ է, բայց ինչի է թույլ տալիս, որ լավ մարդկանց հետ վատ բաներ է կատարվում։ Ասենք փորձությունների մեջ են ընկնում, կամ պատահարներ են նրանց հետ տեղի ունենում, տան մեջ դժբախտություն է գալիս, մարդ է մահանում եւ ինչու Աստված չի նրանց փրկում, ինչի է թույլ տալիս, որ նման բաներ կատարվեն։ Այո։ Այս մի հատ հարց է, արդեն եղբոր վստահ դուք էլ գիտեք, որ արդեն հազարավոր տարի է միշտ հարցնում եմ, որ ինչու վատ դեպք պատահում է լավ անձնավորության։ Եվ քանի կողմերից կարող ենք այս խնդրին նայել, բայց այդ քանը որ կարող եմ ասենք Սուրբ Գիրքը պատասխանում է, իհարկե մենք բոլոր իմ կարծիքով լրիվ պատասխանը չունենք եւ չենք էլ կարող ունենալ, որովհետեւ սահմանափակված ենք մեր ժամանակի մեջ, մեր զգացմունքի մեջ, մեր մարդ լինելու մեջ, մեր մեղքերի մեջ, որտեղ դեռ մեր աշխարհի մեջ ենք ապրում, որ մեղքը գոյություն ունի։ Ուրեմն ամեն ինչ կատարյալ չի։ Դրա համար Հիսուսը օրինակ տերունական աղոթքի մեջ երբ որ ասում է հայր թող լինի քո կամքը ինչպես որ երկնքում է երկրից վրա էլ ուրեմն Աստծո կամքը երկրի վրա չի կատարվում բոլորովին ասում է երկնքում կատարվում է բայց երկրից վրա ոչ բայց աղոթում ենք որ կատարվի ուրեմն որովհետև չի կատարվում այդպես դեպքեր կարելի է պատահի չար մարդիկ կան այսօր մի հատ չար մարդ կարող է մի հատ շատ լավ սուրբ մարդին հրացանող եւ սպանի ուրեմն էլ այդ արդեն թե ազատ կամքը կա եւ թե չարությունը կա ուրեմն շատ պատճառներ կա մեկ կողմից էլ հավատացյալի համար երբ որ մի դեպք է պատահում վատ դեպք է պատահում նորից Ռոմացիս 8:28 որ ասում Աստված ամեն ինչ բարին գործակից է անում ես այս համարին սրտի խորքից հավատք ունեմ այսօր եթե իմ համար մի հատ այդպես չարություն պատահի, մի չար դեպք պատահի իմ համար, պարզ է, որ Աստծոս կարող է, ասեմ, Աստված ինչու պատահեց, որտեղ զգացմունքի մարդ եմ, կնեղվեմ, գուզվեմ, գլացեմ, կարելի է մեկ շաբաթ ոչինչ չուտեմ, բայց խորը սրտիս մեջ էլի այդ համոզում կա, որ ով Աստված դու լավ գիտես, ես չգիտեմ, եւ դու ամեն ասել ամերիկացիներ big picture-ը տեսնում ես Ես այդ բոլորը անցյալը, ապական բոլորը դու տեսնում ես եւ թույլ ես տալիս որոշ բաներ իմ կյանքի մեջ էլ պատահի եւ նպատակ ունես։ Դրա համար հավատացյալի համար ինչ որ պատահում է, ես վստահ եմ Աստված նպատակ ունի։ Մի հատ նպատակներից է որ մեզ ավելի իր որդու Հիսուս Քրիստոսին նմանեցնի եւ մեր character-ը սարքի, այն մարդը սարքի, որ իսկապես դժվարություններ մեջ կարող է դիմանա կարող Աստծո կամքը կատարի եւ Սուրբ Գիրքին նայում ենք լեցուն է Աստծո հավատացյալ մարգարեները Հիսուսի աշակերտները բոլորը իրենց համար չար բաներ պատահեց դեպքերը պատահել ուրեմն զարմանալի չի հիմա ես մեկ կողմից եմ մտածում ես Ամերիկայի մեջ էր որ մենք ապրում ենք կամ ասենք այս 21-րդ տարվա մեջ ընդհանուր մարդիկ անընդհատ ուզում են փախնել ցավից դժվարություններից եւ անընդհատ ռեկլամները TV-ին, ամենը ուզում են ասեն, «Էս գնիր, էս արդ ու ավելի լավ կելես, էս մեր տեղը օգտագործիր»։ Դրա համար մարդիկ մտածում են, որ ուրեմն ցավը միշտ վատ բան է։ Մինչ անգամ որոշ եկեղեցիների մեջ էլ ցավից շաշտում են, սաստում են, չգիտեմ, հիվանդությունը սատանայիցն է, որտեղ ամեն մտածում, որ էս ուզում են երկինքը ստեղծեն, ստեղ որ գոյություն չունի։ Այդ որ հիմա գիտեմ որ շատ խորը հարց է սա, բայց որոշ պատասխաններ երևի մեկ քիչ օգնի մեզի, որպեսզի մեկ ավելի մոտիկանանք այդ հարցին։ Անշուշտ արմատը մեղքն է։ Այո։ Մեղքը որ մարդու մեջ է բնակում, մեղքը որ աշխարհի մեջ կա, հասարակությունը եւ ընդհանրապես չմոռանանք որ այս աշխարհի իշխանը սատանան է։
Այո։ Եվ նա ու իր չար հրեշտակները ազատ գործում են։ Այո։ Որովհետև կոչվում է այս աշխարհի իշխան, այս աշխարհի Աստված, փոքրատառով։ Այո։ Ինքը կարողացավ Ադամից այդ իշխանությունը, որ նրան տրված էր, վերցնել եւ վերցրեց եւ այսօր այդ իշխանությունը գործածում է։ Միչեւ որ Աստծո թագավորությունը չհաստատվի, այո, այո։ Այդպես պիտի գնա, բայց Աստված ամբողջությամբ ամեն տիեզերքի վրա ինքը հսկողություն ունի, իշխանություն ունի։ Ճիշտ։ Սակայն որոշ ժամանակի համար չարը տիրապետում է եւ դրա համար տարբեր տեսակի փորձություններ գալիս են, տարբեր տեսակի պատահարներ լինում են, մահ է լինում։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի երիտասարդ անձնասպան եղավ։ Եվ թվում էր, որ իր ծնողների, իր հարազատների համար դա տանելի մի բան չի, երիտասարդ էր, ընտանիք ուներ, երեխաներ ուներ։ Բայց ինչպես ասեցիք Հռոմեացիս 8:28 համար, այդ հիանալի համարը, ամեն բաները բարի գործակից կլինեն։ Այո։ Ուրեմն այդ տղայի մահից հետո իր մայրը, ապա քույրը, կինը, բոլորը Քրիստոսին եկան։ Մենք ինչ գիտենք։ Ուրեմն միջոցը դա էր։ Աստված այս միջոցը գործածեց, որ այդ տղային վերցնելով նրա ընտանիքի անդամները Քրիստոսին պիտի գան։ Այո, այո։ Այդ պահին ոչ մեկը այդպես չէր տեսնում։ Նրանց մտքի մեջ միայն մի հարցում կար. ինչու մեր զավակին, ինչու այսպես կատարվեց։ Թող Աստված պահեր, լավ տղա էր, մենք էլ լավ ծնողներ ենք իր համար, ում ինչ ենք արել։ Մեկին վատություն չեն կարել, ինչի մեզ հետ պատահեցա։ Այո։ Եվ մի բան էլ որ կա, եղբայրս է, որ մարդիկ մտածում են իրանց իրավունքն է, որ լավ կյանք ունեն, իրավունքն է, որ առողջ ապրեն, իրավունքն է։ Մենք ով ենք, որ այդ իրավունքները պահանջենք Աստծոց։ Եվ նման դեպքերում գործնական մխիթարությունը իսկապես Աստծոց է գալիս։ Այսինքն այդ կորուստների մեջ երկու ճանապարհ կա, անգլերեն ասում են either you become better or bitter, կամ ավելի լավանում ես, մխիթարություն ընդունում ես, կյանքդ ավելի լավանա, կամ ավելի դառնահոգ ես ելնում, բոլորովին խստանում ես, ջղայնությամբ ես մնում ես, մինչև կյանքիդ վերջ, եւ երբեք չես ընդունում այդ ինչ որ պատահել է։ Հիմա առաջինը, որ դու իսկապես ընդունում ես եւ թույլ ես տալիս Սուրբ Ոգին քեզ մխիթարի, նորից պատասխանը չունես, բայց մխիթարություն կա։ Եվ ես այդ Աստծուն եմ պաշտում, որ շատ բաներ չի պատասխանում ինձի, բայց իմ մոտս է։ Դա կարևոր։ Ես ավելի շատ կնախընտրեմ Աստված նեղության մեջ իմ մոտս է, քան մի հատ ասենք օրինակ մի հատ փիլիսոփական պատասխան ինձ տա, սա է, շարիկի պատասխանը սա է։ Բայց դել չեմ մխիթարվել։ Մարդիկ կարծում են թե պատասխանը գիտենան, կմխիթարվեն։ Ոչ, մենք կարիք ունենք Աստված մեր հետ լինի այդ ժամանակ։ Եվ Սուրբ Հոգին դրա համար ղրկվեց։ Այո, Սուրբ Հոգի մխիթարիչ, երբ որ դա ձեզ պիտի մխիթարի եւ ձեզ ճշմարտությանը պիտի առաջնորդի։ Եսայի 57-ի մեջ հիանալի համար կա։ Եսայի 57-ի 1 ասում է. Արդարը կկորցվի ու ուշադրությունը նող չկա։ Ու բարի մարդիկ աշխարհեն կվերցվին։ Առանց մեկի իմանալու արդարը չարիքի երեսեն կվերցվի, անիկա խաղաղության մեջ կմտնի։ Եվ առանց մեկի իմանալու Աստված վերցրեց այս անձնավորությունը։ Այո։ Մարդկանց հարցում է ինչու այսպես եղավ, բայց Աստված իր մոտ վերցրեց։ Այո։ Աստված ծրագիր ունի եւ այդ ծրագիրը պիտի գործադրվի ինչ էլ որ լինի։ Չարը որքան էլ որ ջանա, որ մարդկության իր յետևից տանի, շեղի, բայց Աստված իրենները ճանաչում է։ Եվ Տեր Հիսուս ասաց. «Իմ ոչխարները իմ ձայնս կլսեն ու ինձ կգան»։ Եվ մեկը իմ ձեռքից նրանց չի կարող առնել։ Ուրեմն լավ մարդկանց էլ վատ բաներ պատահում են, այնպես որ չպիտի գայթակղվենք, ոչ էլ պիտի տարակուսենք, թե ինչու է այսպես տեղի ունենում։ Այո, եւ մեկ էլ մի բան էլ փակագծի մեջ ասել, որ Հովհաննես 9-րդ գլուխն ունենք, որ այդ որ ասացի ամեն ինչը մեղքից է, իսկական արմատը մեղքն է, մի հատ կուզեմ բացատրել, որ չի նշանակում, որ եթե մի դեպք պատահել է մի անձնավորության համար իր մեղքի ոչ ընդհանուր մեղքը, ոչ անձնական մեղք։ Շատ ճիշտ է, այո։ Եա, այդ որտեղ ոմանք այդպես է մտածում, ես լավ մարդ եմ, ես բարեգործ եմ, ինչու էս բան ինձ պատահեց, ինչ մեղք էի արել, որ պատահեց։ Այո։ Ուրեմն կարելի է ինչ անգամ
դիտմամբ, այսինքն մի հատուկ մեղքի պատճառով չելնի, բայց մեղքը աշխարհքի մեջ որովհետև գոյություն ունի եւ դրա համար կարող է քեզ էլ պատահի, մյուսին էլ պատահի։ Հիսուսի աշակերտները, որ Հիսուսին հարցնում են, այս մարդը կույր է ծնվել, արդյոք իր մեղքն է, ծնողների մեղքն է, ասում ոչ մեկի, ես եկել եմ իրան բուժել։ Ուրեմն Հիսուսն էլ մեր խոսքով ասեց, որ այդ հարցը պատասխան չունի։ Ճիշտ է այսօրվա հարցը, որ ինչու է վատ բաներ պատահում։ Ասած որ պատասխան չունի, ես եկել եմ բուժել։ Ուրեմն այդ բարի մեջ ինքը պիտի փառավորվեր։ Բուժելուց հետո պիտի տեսնեին եւ իմանային, որ ինքն է որ ղրկված է։ Այսինքն ասած, եթե ինձ չեք հավատում, գործերից նայելով հավատացեք, որ ես եմ, որ պիտի գայի։ Ճիշտ է, ճիշտ է։ Եվ շատ հետաքրքիր է, այդքան որ ես հունարեն ուսումնասիրել եմ, օրինակ Հիսուսը այդտեղ պատասխանում է, ասում է, որ նրա հանցանքը չի, ինքը իր մեղքի պատճառով չէ, ծնողների մեղքերի պատճառով էլ չէ, ես եկել եմ իրան բուժել։ Ուրեմն մենք շատ ասում ենք, որ պատճառ եւ հետևանք, այդպես ենք մտածում միշտ։ Եթե մի բան ընկավ, ուրեմն սրա պատճառն ինչ էր եւ հետևանքը, օրինակ ասենք, եթե որ պատահեց։ Ուրեմն այդ մեկ ձև համակարգ է մտքի, որ ասում ենք պատճառ եւ հետևանքը։ Բայց Աստված տարբեր համակարգեր ունի, որ մարդը չի կարող դրանք ըմբռնի։ Ամեն ինչ, եթե մենք պատահում է, հատուկ պատճառով չի պատահել։ Օրինակ Հիսուսը ասում է, ես եկել եմ իրան բժշկեմ։ Նրանք ասում են, բայց պատճառն ինչ է, Հիսուսը չի պատասխանում։ Ասում է, ես եկել եմ իրան բժշկեմ։ Ուրեմն առանց պատճառի ես եկել եմ իրան բժշկեմ։ Պատճառը ասում է այն կողմ դրեք դուք։ Ուրեմն այդ որ տարբեր ձև է, այսինքն Աստված ասում է իմ ճանապարհները ձեր ճանապարհներ չի, մտքերը ձեր մտքերը չեն։ Ուրեմն Աստված այնքան հիանալի ձևով է այս աշխարհը կառավարում, որ մի փոքր մենք կարողանանք հասկանանք։ Խոսքերը վառ լույս է իմ ճամփին, ամեն օր կնորոգ է իմ հոգին, դեղը թանկ որ պետք է աչքերին, ջերմակ հանդերձ որ ծածկույթ է մեղքերին, Սուրբ ոգի ազատության կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության Սուրբ ոգի ազատության կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության Բարի հովիվ իմ սրբության, իմ փրկության, ջրի վտակ չորացած իմ կյանքում, ծաղկեցնող ամայի սիրտին, կսիրես ինձ կներես փրկիչ անգին, Սուրբ ոգի ազատության կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության Սուրբ ոգի ազատության կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության
տակ կդնեմ կյանքնի մաքրիր ինձ ախտերից հանց ոսկին երբ անցնեմ կրակով հալոցքի կաղաչեմ քեզ առաջնորդիր Սուրբ Հոգի ազատության կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության 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 Սերներ շարունակում ենք մեր հաղորդումը, այս գեղեցիկ երգը ճաշակելուց հետո մեր նյութին ասնենք։ Այո։ Ինչու է լավ մարդկանց վատ բաներ պատահում։ Ղուկասու 13-րդ գլխի մեջ Տեր Հիսուս այսպես խոսեց. Ոմանք այն ատեն ներկա գտնվելով պատմեցին անոր գալիլացիների մասին, որոնց արյունը Պիղատոս իրենց զոհերու հետ խառնեց։ Հիսուս սավանոց կկարծեք թե այն գալիլացիները բոլոր գալիլացիներից ավելի մեղավոր են, որոնք այսպիսի բաներ քաշեցին։ Այսինքն, եթե Պիղատոսը նրանց սպանեց, որտեղ ապստամբել էին, ընդհանուր էին սա ապստամբել, մի քանիսին որ սպանեց, կարծում եք սրանք ավելի մեղավոր են, քան մյուսները։ Ոչ, հապա եթե չապաշխարեք ամենքը նույնպես պիտի կորսվիք։ Կամ թե այն 18 հոգին, որոնց վրա Սելովամի աշտարակ ընկավ եւ նրանք մեռան, կկարծեք թե սրանք Երուսաղեմի մեջ բնակած բոլոր մարդկանցից ավելի պարտական էին, կսեմ ձեզի, ոչ, հապա եթե չապաշխարեք ամենքդ նույնպես պիտի կորսվեք։ Ուրեմն դիպված եւ պատահար բոլորին կարող է լինել։ Այո։ Եվ եթե նման բան պատահում է, չի նշանակում, որ նրանք ավելի մեղավոր էին կամ մասնավոր մեղքեր էին արել, դրա համար այդպես պատահեց նրանց հետ։ Շատ ճիշտ է։ Որոշ ասենք մասնահատուկ դեպքեր կարող ենք վերցնել։ Օրինակի համար երիտասարդը թմրանյութեր է գործածում եւ եղած քանակից ավելին գործածեց այդ overdose որ ասում են եւ դրա հետևանքով մեռավ։ Ում մեղքներ։ Երիտասարդը ինքը գործածեց, չէ՞։ Եվ դրա հետևանքը տեղի ունեցավ, բայց կարող է մեկի հետ մի պատահար տեղի ունենա, որ անսպասելի էր, մարդը տեղյակ էլ չէր, բայց մի պատահար տեղի ունեցավ, որի հետևանքը շատ ցավալի եղավ։ Ուրեմն չար աշխարհի մեջ ապրելով մենք որևէ մեկս գարանտի չունենք, այսինքն ապահովագրված չենք, որ մեզ հետ այս բաները չի պատահել։ Ճիշտ է։ Եվ Աստված, ինչպես որ Սուրբ Գիրքից տեսնում եք, Աստված մինչ անգամ չար բանն էլ բարին փոխում է։ Եվ Աստծո նպատակները այնքան ընդարձակ է եւ անհասկանալի մեր համար, որ միայն Աստված է, որ կարող է չար բանից էլ բարի բան, այսինքն օգուտ կբերցնի, ինչպես որ քիչ առաջ ասացիք, Աստված է, որ բոլոր տիեզերքը իշխում է։ Եվ եթե չարություն էլ կա, չի կարող Աստծոց ավելի բարձր լինի։ Միջոցներ, ինչպես Հոբի կյանքի մեջ կարդում ենք, ուրիշների կյանքի մեջ կարդում ենք, որ Աստվածը չարիքներ կարող է դեպի բարին փոխել։ Հավատքի հերոսներից Հովսեփը կա։ Այո։ Այդ երիտասարդը, որ իր եղբայրների կողմից ծախվեց իսմայելացիներին, որպեսզի Եգիպտոս տան, նախանձեցին նրա վրա եւ չարախորեցին, ուզում են որ մեռնի, որտեղ ինչպես թե իրենցից տարիքով այդքան փոքր իրենց հայրը ավելի շատ նրան էր սիրում եւ այսպես նրա այդ բաները պատահում, որ
իրենք նախանձում էին իրեն։ Մանավանդ այդ երազներն էլ տեսավ ու պատմեց։ Այո։ Եվ գնաց Եգիպտոս, գիտենք, չարչանքներ քաշեց եւ դժվարություններ ունեցավ, բանտը դրվեց։ Ի վերջո ուրեմն Ծննդոց 50-20-ում հետեւյալն է ասում Հովսեփ. Եվ թեպետ դուք ինձ դեմ չարություն խորեցիք, բայց Աստված այն աղեկ դարձնել խորեցավ, այնպես որ այսօրվան եղածի պես շատ ժողովուրդ ապրեցնե։ Ուրեմն Աստված գիտեր, որ ժամանակ պիտի գա, որ ամբողջ այդ ցեղը, այդ ժողովուրդը պիտի Եգիպտոս գնան, սով պիտի լինի։ Ուրեմն պետք էր որ մեկ այնտեղ գնար, ճանապարհը այդպեսին է։ Այո։ Ճանապարհը այդպեսին է։ Եվ եղբայրները պատճառ դարձան, որ նրա այնտեղ գնա, բայց դա Աստծո նախասահմանության մեջ էր։ Այո, ճիշտ է։ Աստված մասնատուկ չէր որոշել, բայց Աստված գիտեր, որ այդպես պիտի վարվեն, Աստված Հովսեփի համար բարի գործակից դարձրեց։ Այո, ճիշտ է։ Ի վերջո Եգիպտոսում երկրորդը եղավ։ Այո, այո, եւ հենց այդ շատ օրինակ Հռոմացիս 8:28 եթե համարի հետ անանենք, համեմատենք, կտեսնենք, որ ինչ որ պատահեց Հովսեփին, վատ էր։ Իրան ծախեցին, հորը գցեցին, բանտարկվեց, հետո այդ բոլորը, բայց վերջը մետեղ հասավ, որ հենց այդ ընտանիքի փրկություն եղավ եւ շատ բոլոր Իսրայելի փրկությունը։ Ուրեմն դա է, որ ասում է Աստված ամեն ինչը իրար հետ հավաքելով բարին գործակից անում։ Մաս որ վերցնում է շատ լավ չէ, բայց ընդհանուր, երբ որ իրար հետ Աստծո նպատակով է լինում, տեսնում ենք, որ մի գեղեցիկ բան է դուրս գալիս։ Եվ մենք մարդիկ այդ համբերություն չունենք, որ այդ վերջը տեսնել։ Հենց հիմա ուզում ենք, հենց հիմա այս ցավից դուրս գա։ Սարո եղբայր մի դեպք տեղ ունեցավ, որ ծայրաշճան բարի եղավ վերջը։ Ծայրաշճան բարի գործակից դարձավ։ Մեր սիրելի փրկչին քանապետները, դպիրները, փարիսեցիները նախանձեցին։ Այո։ Նախանձեցին, ով է այս մարդը, որ այսքան հրաշքներ անում, մարդիկ իր ետևից մի անգամ հավաքվեցին, ասին, ինչ էլ որ անում ենք, դեմ առնել չի լինում, ամբողջ ժողովուրդը իր ետևից է գնում։ Եվ խորեցին, որոշեցին, լավագույնը որ իրենից ազատվեն, ինչպես ասած քանդեք այս տաճարը եւ 3 օրվա մեջ ես կկանգնեցնեմ, հայություն արեց։ Էլ մեզ փաստեր պետք չէ։ Եվ իրեն Աստծո որդի կոչեց, եւ իրեն Մեսիա կոչեց, խաչ անեցին։ Սատանայի դրդումներ խաչ անեցին, կարծեցին, որ ամեն բան եղավ եւ գերեզմանն էլ դրվեց, բայց Աստված շատ բարի գործակից դարձրեց։ Ծայրաշճան Քրիստոս մեռելներից հարություն առավ, մեր հույսը։ Այո, ամեն։ Եվ այն հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, բոլոր Հիսուսին հավատացողներին հարություն պիտի տա հավիտենական կյանքի։ Այո, ամեն, ամեն։ Շատ ճիշտ է։ Ուրեմն այդ խաչը եւ հարությունը արդեն ցույց է տալիս Աստված ինչպես է գործում աշխարհի մեջ։ Խաչը, ասենք հիմա մարդկանց տեսակետից վերցնենք, այսինքն մի վատ դեպք է որ պատահեց Քրիստոսին, բայց հարություն կա։ Եվ ես համոզված եմ, որ բոլոր հավատացյալների համար խաչից հետո միշտ հարությունը կա։ Մի դեպք եթե պատահում է, Աստված իր նպատակն ունի, որ հարություն տա։ Ինչ անգամ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ նախքան խաչվել, ասեց, ով հայր, եթե քո կամքը տես բաժակը ինձանից անցնի, բայց Տերը հրեշտակին ուղարկեց, որ զորացնի։ Մենք էլ այդպես, երբ որ այդ ցավերից ենք անցնում, Աստված կարող է այդ աղոթք, որ մենք անում ենք, չպատասխանի, բայց ուղարկում է իր օգնությունը, որ մեզ այդ վիճակի մեջ պահի, որտեվ ավելի լավ նպատակ ունի։ Ճիշտ են Եբրայեցիներին մեջ էլ ասում է, որ բոլոր 5 տակարանի հերոսները թեև ապրեցին, որոշները հաջող, բայց շատերը սպանվեցին, նահատակվեցին, սղոցվեցին, որտեվ Աստված ավելի լավ բարի բան ուներ, նպատակ ուներ։ Ուրեմն Աստծո նպատակը միշտ բարին է։ Թեև մենք չհասկանանք, բայց ի վերջո բարին է լինում։ Սարո եղբայր, այդ հարցումը, որը սկսեցինք, այո, բարի մարդիկ, այս հասկացողությունը մարդկանց մեջ հետևյալ սկզբունք ունի, եթե լավ վարվեցողություն ունի մարդը, եթե հարեհաս է, եթե բարի վարմունք ունի, մեղմ է խոսում, օգնող է, բարի մարդ է։ Մենք գանք ադամական բնությանը նախնական մեղքին, որպեսզի դրա միջոցով որոշենք տեսնենք, թե արդյոք բարի մեկը կա այս երկիր մոլորակի վրա։ Բարի ասվածը մարդկանց մեջ մարդկային չափանիշով է, որովհետև մարդը մարդու հետ համեմատած կարող է բարի լինել։ Այո։ Այս մարդը չարի, բայց նայեք այս մարդուն բարի է ինքը։
Սակայն Աստծո սկզբունքով, Աստծո պրիզմակով եթե նայելու լինենք, արդյոք բարի մեկը կա երկրի վրա։ Աստծո խոսքը շատ պարզ ասում է, որ բարի չկա, մեկն էլ չկա, եւ ամենն են մեղանչել, ասացիդ պես կարող ենք համեմատելով իրար զգանք, որ ավելի բարի ենք, փառք Աստծո, բարեկորձ մարդկանց համար, բայց Աստծո տեսակետից Աստծո չափանիշը տարբեր է։ Ինչպես որ քիչ առաջ էլ ասացինք, Աստված մարդին ստեղծեց իր պատկերով, բայց մեղքի պատճառով, ուրեմն աթամական մեղքը բոլորին վրա ազդեց եւ բոլորս էլ մեղավորներ ենք։ Եվ իհարկե մեղավորը մարդկանց աչքին է, որ ասում ես դու մեղավոր ես, ես մեղավոր եմ, շատ նեղվում է, որ ես ինչ եմ արել որ մեղավոր լինեն։ Աստծո խոսքն այդ է ասում, որ բոլոր մարդիկ մեղավոր են եւ բայց Աստված չի ուզում կրում ենք, այո, բոլորս էլ կրում ենք։ Ինչքան է որ լավ լինենք, լավ գործեր անենք, էլի Հիսուսն էլ ինքն ասում է դուք որ չար լինելով բարի բան եք տալիս ձեր երեխաներին։ Ուրեմն չար մարդ կարող է բարի գործեր անի, բայց իսկ բնազդով արդեն այդ չարությունը մեղքը կա մեր մեջ։ Եվ փառք Աստծո որ կարիք չկա որ այդ մեղքի մեջ մնալ։ Հիսուսը աշխարհ եկավ հենց իմ մեղքի համար, ձեր մեղքերի, ամենից մեղքերի համար։ Բուն նպատակը դա էր։ Եվ հետո Հիսուս այդ տրված օրենքը, որ տրված էր փրկության համար, բայց գիտեք մահվան պատճառ դարձավ, որովհետև օրենքը մարդուն դատապարտեց մահվան, մարդը չկարողացավ օրենքը պահել։ Այսօր մարդիկ կան ասում են մենք տասնաբանյան պահում ենք, մենք Աստծո օրենքները պահում ենք, բավարար է, մենք պիտի փրկենք։ Հիսուս հոգևորացրեց օրենք, ասելով որ եթե դու մարդ չսպանես, բայց քո մտքիդ մեջ այդ անձին անմիտ ասես, դատաստանի ենթակա ես, մարդասպանես։ Կա երկրագնդի վրա մի մարդ, որ նման բան արած չեռնի։ Մտքի մեջ մեկին անմիտ հիմար ասած չեռնի։ Ոչ միայն մտքի մեջ, արտահայտված էլ, չէ՞։ Հետևաբար Աստծո չափանիշով բոլորը իր փառքից ընկած են, բոլորը մեղավոր են, կան բարի մեղավորներ, քիչ մեղավորներ եւ մեծ մեղավորներ։ Միևնույնն է, երկուսի համար էլ փրկիչ է պետք, որովհետեւ մեղքի վարձքը մահ է։ Այո։ Եվ կարծեմ մեկն էլ էս լինի, որ մարդը ինչքան որ բարություն անի, եթե հենվում է իրա վրա եւ մտածում ես բարություն եմ արել, ուրեմն լավ մարդ եմ, Աստված ասում է ոչ, դու կարիք ունես ինձի, որտեղ այդ փրկությունը Աստծո կողմից է, ինչքան էլ բարի գործեմ, էլի նորից բավական չի, ավելի շուտ ինքնավստահություն ունեմ, գոռոզություն է գալիս, որ ես լավ եմ արել, բարի մարդ եմ եղել, Աստված ուզում է ճիշտ այդ իմանանք, որ մենք մեր Աստվածը չենք, մենք կարիք ունենք Աստծո, եւ առանց Աստծո մենք չենք կարող բարի լինել, առանց Աստծո չենք կարող մեր մեղքերի թողություն չկա։ Ուրեմն մենք կարիք ունենք ուրիշի։ Ուրեմն չենք կարող առանց Աստծո, առանց Հիսուս Քրիստոսի փրկությանը մենք մեր մեղքից ազատվենք եւ բարի մեկը դառնալ։ Իսկ ինչպես մեկը Հիսուսին գա, ինչ անի, ինչպես վարվի, ինչպես Քրիստոսը ընդունել, ինչ անի։ Խնդրում եմ, այս հարցը մի քիչ ավելի մանրակրկիտ ձևով ներկայացնեք մեր հաստատողին։ Այո, շատ լավ, Ես ինքս հիմա իմ կյանքից ասեմ, ես 14 տարեկան էի, որ մի քանի անգամ որ սկսեցի եկեղեցի հաճախել, այն ժամանակ էլ մի տան մեջ էին հավաքվում, աղոթում էին, եւ Աստծո խոսքը լսելով իմ մեջ զգացի, որ մի ծանրություն կա, այսինքն զգացի, որ մի բան պետք է, որ իմ կյանքից վերցվի, ճիշտ կարծես մեծ բեռ իմ ուսերի վրա կար, եւ Քրիստոսի խոսքը կարդալով իմանալով որ իմ փրկիչն է, եկել է իմ համար խաչվել է, շատ պարզ մի աղոթ կարեցի մեկ գիշեր, որ ով Հիսուս շատ լավ ես չեմ ճանաչում քեզ, շատ չեմ կարդացել Սուրբ Գիրքը, բայց այդքանը գիտեմ, որ դու եկել ես իմ համար խաչվել ես, եւ ես ընդունում եմ դա, որ դու իմ փրկիչը դառնաս։ Մեղքերս խոստովանեցի այնքան որ հիշում էի, եւ իմ մեջ փոփոխությունը արդեն սկսավ լինել։ Մեկ գիշերով բոլոր բաները չփոխվեց, բայց զգացի, որ ճիշտ կարծես մի ճանապարհ որ գնում էի, փոխվեց, մի ուրիշ ճանապարհ էի գնում։ Եվ կամաց կյանքս փոխվեց եւ արդեն այսքան տարիները Քրիստոսին եմ հետևում։ Ուրեմն վերստին ծնունդ որ ասում ենք, մեղքերի թողություն ասում ենք, չգիտեմ, արքայություն ներս մտնել, տարբեր բառեր կարող գործածենք, բայց այդ փոփոխությունը որ մարդու կյանքի մեջ սկսում է եւ մարդ ինքն էլ գիտակցում է, որ մի բան եղավ իր համար, որտեղ սրանք բոլորը Սուրբ Գրքի հիման վրա է։
Այսինքն սիրելիներ, եթե մենք մտածենք, որ քրիստոնյա ենք, պետք է հարցնենք, որ քրիստոնյա այսինքն ով։ Քրիստոսի հետևորդ, շատ լավ։ Մյուս հարցը սա է, որ Քրիստոսը ինչու աշխարհ եկավ ինձ ու քեզ ու ամենից փրկելու, որտեղ մենք բոլորս մեղավորներ ենք։ Ինչպես են կարող փրկվել Քրիստոսին հավատալ, որ մեր մեղքերի համար խաչվել է։ Ես չեմ կարող, ես անզոր եմ, չեմ կարող ինձ փրկել։ Բայց Քրիստոսն է, որ իրան հավատալով Սուրբ Գիրքը շատ պարզ ասում է, որ ով որ ապաշխարեց եւ հավատավ Քրիստոսին նա փրկված է։ Շատ պարզ համարներ ունենք, որ այդպես ցույց է տալիս։ Հռոմեացի 10:9 համարը ասում է հետեւյալը. Վասնզի եթե քու բերանովդ Հիսուսը Տեր խոստովանես, այսինքն քեզ համար Աստված է նա։ Այո։ Տեր է, փրկիչ է։ Ու քու սրտիդ մեջ հավատաս, թե Աստված նրան մեռելներից հարուցանեց, պիտի փրկվես, որովհետև քրիստոնեության ամենամեծագույն հավատալիքներից մեկը դա մեռելների հարությունն է։ Եթե մեկը այդ ճշմարտությանը չի հավատում, ինչպես կարող է քրիստոնյա կոչվել։ Այո, ճիշտ։ Ուրեմն Աստված հայրը որտուն մեռելներից հարություն տվեց, եթե այս ճշմարտությանը հավատում է մեկը եւ խոստովանում է իր շրթունքներով, որ մեղավոր է ու ընդունում է Հիսուսին որպես փրկիչ, եւ գրված է Հիսուս Քրիստոսի արյունը մեզ բոլոր մեղքերից կսրբի։ Սրբե, այո։ Ուրեմն այդ ձևով Տերը իր Սուրբ Հոգին է շնորհում եւ դառնում է մեկը տաճար, Աստծով տաճար է դառնում եւ կոչում է Աստծո որդի, ինչ մեծ պաշտոն, ինչ մեծ արժեք, որ տրված է մեկին, այս երկիր մոլոր Աստծո որդի ես եւ գիտես մեծ ապագա, սքանչելի հեռանկարներ կա, հավիտենական կյանք կա, Քրիստոսի հետ մեկտեղ ապրել կա։ Ինչպես կարող է մեկը մերժել այս բանը։ Այո, իսկապես, այո։ Այսքան գեղեցկություն Աստված պատրաստել է եւ շատերը ասում են, որ հիմա ինչ կանք մեկ նեղություն քաշենք, քրիստոնյա լինենք եւ այսպես այնպես որ մեր օրեթանք դրախտը, ասում ոչ սիրելիս, հենց ստեղից սկսում է արդեն։ Մի բան է որ դու հենց ստեղից ճաշակում ես։ Սուրբ Հոգին ասում է Աստծո խոսքի իբրև գրավ առաջի պտուղ մեզի տրվել է, ուրեմն ստեղից սկսում ես համտեսանել այդ պտուղը, այդ հավիտենականությունը։ Եվ ինչքան լավ է որ բոլորիս բաժինը լինի։ Սարու եղբայր, ձեր ուղերձը մեր հեռուստադիտողներին այս կապակցությամբ հենց եւ նաեւ աղոթքի մեջ էլ առաջնորդեք խնդրեմ։ Okay, խնդրեմ։ Սիրելի հեռուստադիտողներ, կխնդրենք որ իսկապես եթե համաձայն եք մեր խոսածածին ինչ որ ասեցինք, դուք ել ձեր սրտերը բացեք եւ ընդ այս րոպեին հրավիրեք որ Հիսուսը ձեր փրկիչը դառնա, միասին աղոթենք։ Հայր Աստված, շնորհակալ ենք Հիսուս Քրիստոսի համար, միակ փրկչի համար, որ եկավ որ մեզի կյանք տա եւ էլ ավելի կյանքը։ Իմ սիրելի քույրերիս հետ, եղբայրներիս հետ, որ հիմա դիտում են այս ծրագիրը, աղոթում եմ եւ նրանք որ իրանց սիրտը բացում են, աղոթում եմ որ դու իրանց ցույց տաս, որ քեզի կարիք ունեն եւ դու ես միայն իրանց փրկիչը։ Մեր մեղքերն են խոստովանում քեզ Տեր եւ ասում ենք ով Տեր ների մեր հանցանքները եւ քեզ ընդունում ենք մեր սրտի մեջ իբրև մեր փրկիչը եւ Տերը եւ խոստանում եմ որ քո զորությունով քո Սուրբ Հոգու զորությունով մինչեւ մեր կյանքի վերջը քեզ հետևենք Հիսուս Քրիստոսի անունով ամեն ամեն Սարու եղբայր մեկը որ այս աղոթքը արավ այո եւ վերստին ծնունդ ունեցավ ինչ քայլեր պետք է անի Ես կարծեմ ամենալավ բանը է որ Սուրբ Գիրքն Աստվածաշունչը կարդա մի հատ եկեղեցի հաճախի որպեսզի ավելի իրան օգնեն որ քայլ առաջ երթա ուրիշ հավատացյալների հետ միախմբվեն շփվեն եւ դրանք կօգնի իրան որ աղոթելը այո սրանք բոլորը այն զենքերն են կամ միջոցներն են որ կօգնեն որ մենք աճենք Քրիստոսի մեջ Սիրելիս հենց այդպես էլ արա այո Թող հիմա Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ այս ամեն մեկի հետ լինի ամեն ամեն մերսի շատ շնորհակալ եմ Դեր իմ փրկիչ, դու իմ թարեկան, գվաշտեմ ես քեզ, մինչև հավիտյան,
Դեր իմ Աստված դու ես հոստացես մեզ ոչ մի անգամ մենակ չես թողել Ստացել ես որ գավերաթարնաս